Ունեմ, պարոն Բեգլարյան, ինչ եք կարծում, նախ ձեր ձայնը հիմա լսելի է իսկ գագաթնաժողովի մասնակիցներին ու նրանց կողմից որևէ արձագանք լինի։ Ես չգիտեմ միկրոֆոնները ինչքան ուժեղ են իրաց համար լսելի կլինի, թե չէ, իսկ եթե ավելի լուրջ հույս ունեմ, որ լրատվամիջոցների եւ իրենց դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով մեր ձայնը կլսվի, ցավոք ավելի մոտիկ տեղ մեզ թույլ չտվեցին մոտենանք, որպեսզի ֆիզիկապես էլ ձայնը վստահ լինենք, որ լսելի լինի, իսկ իրենցից, որ ասեմ պրակտիկ որևէ գործողություն կամ հայտարարություն այս պահին կլինի, վստահ եմ, որ չի լինի, որովհետև իրենց քաղաքական օրակարգը այլ է, Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը լրիվ հակառակ է, բայց վստահ եմ, որ նաև այսպիսի ակցիաները փոքր քայլերով կուտակային ճնշում են բարձրացնելու դեպի որոշումներ կայացնողներ, բացի դրանից գոնե իրենք տեղյակ կլինեն, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը, որ մեր արյան, մեր իրավունքների ու մեր տառապանքների հաշվին իրենք փորձեն իրենց աշխարհաքաղաքական օրակարգը առաջ մղել։ Պարոն Բեգլարյան, ինչպես եք պատկերացնում Արցախ հետ վերադարձի իրավունքի պաշտպանությունը, քանի որ այս իշխանությունների համար Արցախը փակված էջ է։ Չեմ պատկերացնում գործող իշխանությունների օրոք արցախցիների իրավունքների պաշտպանությունը, հատկապես վերադարձի իրավունքը։ Այսինքն ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն ազգային պատասխանատվությամբ ու ավելի ռազմավարական մտածողությամբ իշխանություններ, որոնք արդեն տեր կկանգնեն միջազգային հարթակներում, միջազգային հանրությունում արցախցիների հավաքական իրավունքների պաշտպանության։ Ասում են այդ խոսույթով վնասում եք խաղաղության օրակարգին։ Իրենք են այդ խոսույթով ու վարքով վնասում խաղաղության օրակարգին, որովհետև այդպես խաղաղություն չի գալիս։ Խաղաղությունը լինում է համակողմանի, ներառական եւ արդար կերպով, իսկ հանցագործ ռեժիմին տրամադրելով ամեն ինչ եւ ներելով բոլոր հանցագործությունները երբեք խաղաղություն չի եկել ոչ միտեղ, պետք է հիշել օրինակ Մյունխենի համաձայնագիրը Հիտլերի հետ, դրանից հետո ինչ եղավ Եվրոպայի հետ։ Պարոն Բեգլարյան, եւ ես մեկ հարց, դուք խաղաղ երկրում զգում եք ձեզ հիմա խաղաղությունը նկատում եք։ Հարաբերական խաղաղ, որ արկերը չեն պայթում, այս պահին խաղաղ է, բայց ցանկացած պահի կարող է լինել պատերազմ եւ չհաշված որ ներսում էլ բազմաթիվ բռնաճնշումներ կան։ Այդ առումով ես չեմ կարծում, որ որևէ մեկը իրեն ամբողջական ու երկարաժամկետ կայուն խաղաղ կարող է զգալ այստեղ։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։